Երևանյան բեմում լավագույններն են։ 45 լավագույն երաժիշտները, պարարվեստով զբաղվողները, դերասաններն ու ուսուցիչները համապետական մրցույթ ստուգատեսի հաղթողներին պարգևներ ու պատվոգրեր են տալիս։ Մրցանակակիրները Հայաստանի տարբեր մարզերից են։ Դեռ Գառնանը հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիան կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության աջակցությամբ այցելել են Հայաստանի տարբեր մարզերի երաժշտական, արվեստի դպրոցներ, տաղանդներ հայտնաբերելու համար։ Այցելել ենք 200 դպրոց մոտավորապես, 5000 երեխա ենք լսել և ընտրել լավագույններին։ Լավագույններին լսել ենք երկրորդ փուլ և հետո երրորդ փուլ եկան Երևան և լավագույն 45-ը այսօր վարձեցին առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար։ Լավագույններին լսել են Հանրապետության մշակույթի առաջատար մասնագետները, գյուղ են շրջել, կազմել Հայաստանի մշակութային քարտեզը։ Չկանչեցին մարզկենտրոն, այլ գնացին, որպեսզի ոչ միայն լսեն տվյալ երեխաներին, այլ տեսնեն պայմանները, տեսնեն վիճակը, որտեղ նրանք գործում են, ծանոթանան կոնկրետ խնդիրների հետ։ Գյուղերի արվեստի դպրոցների սաների և ուսուցիչների հետ նաև վարպետաց դասեր են անցկացրել հայ և օտարերկրացի մասնագետները։ Տասնյակ անվանի շատ լավ երաժիշտներ կարիք ունեցող դպրոցներին և նրանց դասատուների համար, բնականաբար և աշակերտների համար տվել են վարպետաց դասեր, բազում վարպետաց դասեր, ունեցել են արտերկրից նաև երաժիշտներ։ Լավագույնները հնարավորություն են ունենալու ծանոթանալու արտերկրի հայ մշակույթի և արվեստի ներկայացուցիչների հետ։ Ֆորում է լինելու Հայաստանում։ Համապետական մրցույթ ստուգատեսի կազմակերպիչներն ուզում են, որ մշակույթի հեղինակավոր գործիչները լսեն հայ փոքրիկ տաղանդներին։ Ամբողջ աշխարհից հայերը գալու են կրթությամբ, մշակույթով, արվեստով զբաղվող հայերը, և մենք ուզում ենք իրենց ցույց տալ մեր լավագույն երեխաներին։ Լավագույններին առայժմ պատվոգրեր և դրամական պարգևներ են հանձնում։ Մրցույթ ստուգատեսը Բոստոնի Ամարաս արվեստի միության և բարերար Գրիգոր Աշտերխանյանի շնորհիվ է իրականություն դարձել։ Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։